Ուրեմն սա բոլորին հայտնի կանվոլնու հանրակացարանն է, Գարեգի Նժդե 56 հասցեն է։ Խնդիրները այստեղ սեյսմիկ խնդիրներ են հիմնականում ու բնակիչները դիմել են շենքի սեյսմիկ վիճակի համար։ Շենքը գտնվում է աղետալի վիճակում, որովհետև շենքի միջանցները, շենքի աստիճանավանդակը, բնակարանները, սենյակները էս պարագայում, որտեղ բնակարաններ չեն, ճաքած, թափված, տուալետները շատ ահավոր վիճակում են ու մարդիկ դիմել են, որ շենքի կարգավիճակի հարցը լուծվի, որպեսզի իրենց բնակարանների հարցը, արդյունքում իրենց բնակարանների հարցը լուծվի։ Իրականում այս շենքի մասով խնդիրը բարձրացվել է մինչև ինձ դիմելը, ուրեմն շենքի բնակիչները այս հարցով դիմել են անմիջապես Տիգրան Ավինյանին, երբ որ Տիգրան Ավինյանը 2022 թվականի հոկտեմբերին փոխ քաղաքապետ եղած ժամանակ այց է կատարել շենք, բայց շենք չի բարձրացել, եկել է Բաքում հանդիպել է բնակիչների հետ մի քանի օքի հետ, նույնիսկ ներս են հրավիրել, կարծեմ թե չի բարձրացել, բայց խոսք է տվել, որ շենքի հարցը կլուծի։ Ես այս մասին նաև ավագահանիստերի ժամանակ եմ խոսել եւ երկու անգամ այս հարցը բարձրացրել եմ ավագահանիստի ժամանակ, ու այնտեղ իրանել եմ ասել, որ այցելել է շենք, չես բարձրացել, բայց շենքի բնակիչներին խոսք ես տվել, որ այս շենքի հարցը կլուծես։ Վթարային շենքերի հարցերը այդ ժամանակ Արցախի նրբանցքի շենքի հարցներ ընթացքի մեջ ասել այն հարցը լուծելուց հետո ձեր շենքի հարցը կլուծենք, բայց ինչպես տեսնում եք շենքի հարցը չի լուծվել, շենքի բնակիչները երկու անգամ դիմումով ստորագրահավաք են կատարել, երկու անգամ դիմել են Տիգրան Ավինյանին, ես ավագահանիստի ժամանակ ներկայացրել եմ այդ դիմումը կամ այդ ստորագրությունները, արդյունքը ինչպես տեսնում եք 0, իսկ վերջի անգամ դա եղել է 1 տարի առաջ, անցած տարի հունիսներ, ուրեմն քաղաքապետարանը պատվիրում է փորձաքննություն, իսկ փորձաքննության արդյունքում շենքի կարգավիճակը բարձրացվում է, դառնում է երկրորդ կարգ, ավելի ճիշտ լինում է միջև այդ 4-րդ կարգ, 3-րդ կարգ եւ այդ վերջի փորձաքննությունով դառնում է չգիտես ինչպես երկրորդ կարգ։ Այնից այս շենքի կարգավիճակը ես մի քիչ sense բանով ասեմ 4-րդ 5-րդ կարգի է, էլի, այսինքն այդքան վատ վիճակում է շենքը գտնվում։ Շենքը 8 հարկանի շենք է, շենքում 200 տնտեսություն կա։ Այսինքն 200, եթե միջին հաշվարկով 3-ի բազմապատկենք, բայց իրականում ավելի մեծ ընտանիքներ կան, 3-ով բազմապատկենք ստանում 600 անց, 600 հոգի այս շենքում ապրում են։ Ու այդ 600 մարդը գտնվում է վտանգի առաջ, կանգնած է վտանգի առաջ, գտնվում է ասում է աշխատող ռումբի վրա, նստած է աշխատող ռումբի վրա, որովհետև ամեն պահ կարա այս շենքը փլուզվի, որովհետև դիմաց ուրեմն փողոց է ու կամուրջ է, ամեն անգամ այստեղով տրանսպորտ մեքենա անցնելուց շենքը դղրդում է, դրա մասին բնակիչներն կհավաստեն։ Իսկ նպատակը ո՞րն է եղել կարգը փոխելու շենքի 4-րդ կարգից իջեցնել 2-րդ։ Ну, ես կարամ ենթադրեմ, իմ կարծիքը ասեմ, ինչի համար է արվել, իրանց խոսքին չեմ տիրապետում, իմ կարծիքով արվել է, որպեսզի ինչ-որ ժամանակ հետաձգվի այս շենքի հարցը լուծելը, այսինքն այս մարդկանց տեղավորելու հարցը որոշել են հետաձգեն ինչ-որ ժամանակ, որովհետև չեն կարողանում իրանք փորձը ցույց տվեց, որ չեն կարողանում այս նմանատիպ շենքերի հարցերը լուծել եւ պատճառաբանում են Տիգրան Ավինյանը բազմիցս ասել է, որ սա մենք բարի կամքի դրսևորում ենք ցուցաբերում, անում ենք, սա մեր գործը չի իրականում, այս ինչ որ անում ենք, սա չպետք է անենք, բայց անում ենք օգտելու համար ժողովրդին, բայց սա մերը չի։ Հիմա անում են նրա իջացրել են։ Չեն ասում ումնա, բայց այս մարդիկ եւ գույքահարկ են վճարում, եւ մնացած ծառայությունների համար վճարում են, այսինքն պետությանը գույքահարկ են վճարում, պետությունը չի զբաղվում այս հարցով, համայնքը չի զբաղվում, բայց ով դի զբաղվի, չես իմանում։ Իդեպ իրենք դիմել են նաեւ կառավարությունից էլ պատասխան ունեն, արդյունքը նորից եմ ասում 0, այս պայդրությամբ շենքի հարցը լուծված չի, շենքի բնակիչները ստիպված փաստաբան են վարձել, փաստաբանի օգնությամբ փորձում են վերջի անցած տարվա փորձաքննությունը բողոքարկեն։
հիշեցնեմ, որ փորձաքննությունով գնահատվել էր երկրորդ կարգ, այնինչ այս շենքը երկրորդ կարգի չի եւ դրա մասին ես նույնպես ավականիստի ժամանակ բարձրաձայնել եմ եւ հիմա ստիպված այդ որոշումը բողոքարկման ընթացքի մեջ է, ինչքան գիտեմ հիմա գործը գտնվում է ուրեմն դիմել է դատախազություն փաստաբանը եւ հիմա դատախազությունը իջեցրել է քննիչի վրա այդ գործը եւ հիմա այս գործը գտնվում է քննիչի մոտ, քննվում է գործը, եթե ճիշտ եմ հիշում, գործը այս պահին պաշտոնական դիրքի չարաշահում է գործի վերնագիրը, թե որ փուլում է դա արդեն փաստաբանի հետ պետք է ճշտենք։ Երբ որ ես քաղաքապետարանին հարցում արեցի, որպեսզի ստանամ շենքի կարգավիճակի մասին տեղեկատվություն, թե շենքը որ կարգ է, դա էլ նորից եմ ասում անցած տարի, իրանք ինձ մի հատ տեղեկատվություն տվեցին 16 թվականի, որտեղ գրված էր երրորդ կարգ։ Ես իմ միջոցներով ժողովրդի հետ համատեղ գտանք այն հիմքերը, որ շենքը գնահատվել է 4-րդ կարգ։ Ուրեմն բնակիչների մոտ կար այդ ինֆորմացիան, ստացա իրենցից եւ դա էլ փոխանցեցի քաղաքապետարան, ուրեմն տեսեք 17 թվականից 17 թվականի փետրվարին շենքը գնահատվել է ուրեմն 4-րդ կարգ։ Այդ տարի ամառը վերագնահատվել է 3-րդ կարգ։ Ուրեմն գնահատման մեջ նաև ասվել է թե ինչ պետք է արվի, որպեսզի շենքի կարգավիճակը փոխվի, ընդ ասել են ինչ աշխատանքներ պետք է անեն։ Ուրեմն 18 թվականի գարունը միջև այս ճակերտավոր հեղափոխություն կոչվածը, այստեղ որոշել են աշխատանքներ արել են իրականում նկուղում, բայց քանի որ նկուղը գտնվում է ուրեմն այստեղ տնտեսվարող սուբյեկտներ կան առաջարկում, գտնվում է իրանց տակ, չեն կարող ասել ամբողջ շենքի նկուղներում աշխատանքներ անեն, մասամբ են արել, ու այդ 18 թվականի մասամբ աշխատանքներից հետո աշխատանքներ չի արվել։ 18 եւ 25 7 տարի աշխատանք չի արվել։ Նու 24 թվականը հետ գնանք, 24 թվականի 6 տարի այդ աշխատանքներից հետո փորձաքննություն են անում, չգիտես ոնց շենքի կարգավիճակը լավանում է ու դառնում է երկրորդ կարգ, չգիտես ոնց։ Մենք դա ենք բողոքարկել, որ չի կարա 6 տարի այս շենքում աշխատանք չարվի, շենքի վիճակը գնալով վատանա, բայց շենքը ստանա երկրորդ կարգ։ Դա հնարավոր չի։ Այստեղ փորձաքննություն երբ որ արել են 4-րդ կարգ ստացել են, 4-րդ կարգ նույնիսկ երկրորդ կարգի իրանց փորձաքննությունը նշված է, տանիքի վիճակը ինչքան վատ է, թե նկուղի վիճակը ինչքան վատ է, կրող կոնստրուկցիաների վիճակը ինչքան վատ է, բայց այդքանից հետո շենքին տվել են, չգիտես խի, երկրորդ կարգ, որը հնարավոր չի։ Այսինքն ճաքերն ըստ իրենց ճաքերն ինչքան ավելանում են, այնքան շենքը շենքի վիճակը լավանում է, այո, այնքան շենքի վիճակը լավանում է, որը աբսուրդ է, որը չի կարող այդպես լինի։ Նորից եմ ասում, այս մարդիկ, այս բնակիչները ապրում են աշխատող ռումբի վրա։ Այս հարցը օր առաջ պետքա լուծվի։ Այնպես որ նորից հորդորում եմ քաղաքային իշխանություններին այս շենքի ժողովրդին չանտեսել, այս հարցը լուծել, դա կլինի, չգիտեմ, քաղաքային բյուջեից, կլինի պետական բյուջեից, կլինի ինչ որ ծրագրով, թե ինչ որ գործարարի պետք է ասեն, որ գա այստեղ շենք կառուցի, թե ոնց կանեն, իրանք գիտեն, այս մարդկանց հարցը պետք է լուծի, որովհետև Աստված ոչանի։ Եթե աղետ ստեղ եղավ, այս սրա պատասխանատվությունը եւ ուրեմն իրավական եւ այլ պատասխանատվություն ընկնում է քաղաքային իշխանությունների վրա։